Եթե վերջացնեմ, եթե ուղղակի վերջացնեմ։ Բաց դուռը, լսում ես, ես գիտեմ, որ ներսում ես։ Վերջապես, գիտես ինչքան ժամանակ է թագում էի, մտքովս ինչ ասես չանցավ։ Կներեք տիկին Սեդա, ես Չեմ ուզում լսել պատճառները։ ոչ տիկին Սեդա, ես գիշերն աշխատում եմ, իսկ առավոտյան փորձում եմ հանգստանալ, դե եթե իհարկե թողնեն։ Եթե ամսվա վերջ տանվարձը չտաս, ստիպված կլինեմ խնդրել, որ հեռանաս։ Շուտով կլինի։ Ես կարտացի քո այսպես ասած վեպը։ Ու վստահությամբ կարող եմ ասել, սա տպագրելու բան չէ։ Ներեցեք, իսկ դուք մինչև վերջ կարդացիք։ Ես այդքան առողջություն ու ժամանակ չունեմ։ Պետք չէ ամբողջ օվկիանոսը խմել հասկանալու համար, որ այն աղի է։ Բավական է մի կում միայն։ Առաջին իսկ տողերից պարզ է։ Քո գրածը բանի պետք չէ։ Պարոն, ես ձեզ պիտի խնդրեմ, որ սա կարդաք։ Սա նոր գործ է։ Նորից քոնն ես պնդում։ Հասկացի, Մարկ։ Գրականությունը քոնը չէ։ Տարապանքս փորձ ունի։ Իմ բարի խորհուրդը քեզ։ Քո համար ուրիշ զբաղմունք գտի, լավ։ Ամեն օր կրկնվում է նույնը։ Դատարկ մտքեր, դատարկ էջեր, դատարկ հոգի։ Ես այլևս չեմ դիմանում։ Անհաջողակ։ Դու չես կարող գրել։ Ոչ, ես կարող եմ։ Դու միշտ Ես տապալվելու պետք է մի բան փոխեմ։ Որքան ուզում ես փորձի, արդյունքը նույնը կլինի։ Ուղղակի հաշտվիր։ Ես կգրեմ։ Ես պետք է վերջացնեմ այս Քո վեպը։ նմանները երբեք հաջողության չեն հասնում։ Ես չեմ հանձնվելու։ Ինչու ես փորձում։ Աշխարհը քեզանից երես է թեքել։ Ոչ ոք չի նկատում քեզ։ Եվ դա է ճշմարտությունը։ Ման տես քեզ համար ոտանապոր եմ քրել։ Ապրես տղաս, ես գիտեմ, մի օր դու հրաշալի գրող կդառնաս։ Շատ լավ ստացվեց։ Սապայր Մարկ, մի օր կուզենաս էլի կարդալ ու հիշել այս օրը։ Կարողացար։ Բայց հիշիր, ես նորից կգամ։ Դու չես կարող խուսափել ինձանից։ Ես քո վախերի եւ կասկածների մարմնավորումն եմ։ Հնարավոր է, որ միշտ կլինի մութ կողմ։ Բայց ես ընտրում եմ լույսը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սա ձեր գիրքն է։ Այո, իհարկե։ Ներեցեք, իսկ վաճառվում է։ Այո, իհարկե, բոլոր գրքերից ավելի շատ։ Կներեք, կասեք ձեր անունը։ Մարիամ։